Շնորհակալություն։ Հարգելի պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, հանձնաժողովին ենք ներկայացնում մասնավոր պարոնորդական գործունեության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի նպատակը մասնավոր պարոնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է։ Հիմնականում դրանք մենք բաժանել ենք 3 ուղղությունների։ Առաջի ոլորտը դա վերաբերվում է օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը, եւ այս առումով նշեմ, որ մենք օրենքը լրացրել ենք փաստացի մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով, խոսքը գնում է ազանգման համակարգերի, տեսահսկման համակարգերի, որոնք օգտագործվում էին ներկայումս մասնավոր պարոնորդական կազմակերպությունների կողմից, սակայն օրենսդրական ամրագրում չունեին։ Հաջորդ, այսպես ասած, որոշակիացումը դա լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու պահին առնվազն 10 որակավորված պահնորդ ունենալու հանգամանքն է, որը գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ընդամենը 1 որակավորված պահնորդը հերիք է լիցենզիա ստանալու համար։ Սա եւս, այսպես ասած, բարձրացվում է լիցենզիայի տրամադրման, այսպես ասած, որակական մասը եւ ավելի բարդ ընթացակարգ ենք նախատեսում այս առումով մենք նախատեսում ենք, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ, որը պետք է նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարների կրկնակի չափ ունենա, բայց ոչ պակաս քան 10 միլիոն դրամը։ Խոսքը վերաբերում է, եթե պարոնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով պահպանվող օբյեկտը վնաս կկրի կամ կտուժվի որևիցե կերպ, այս դեպքում ապահովագրական ծառայությունը համապատասխան գումարի չափով պետք է ուրեմն փոխհատուցի այս վնասները։ Հաջորդը մենք մասնավոր պարոնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500 հազարապատիկից բարձրացրել ենք 3 հազարապատիկի չափով եւ մենք նախատեսել ենք լիազորող նորմ օրենքով, որը պետք է պարտադիր սահմանի մասնավոր պարոնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացնող պարոնորդական գործունեության կարգը եւ պայմանները, որը եւս բացակայել է։ Հաջորդ ուղղությունը առավելապես վերաբերվում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը։ Մենք նախատեսել ենք, որ ներքին գործերի նախարարությունում վարվելու է էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերել են այս ծառայություններին, դրանց գործունեությանը, ընթացքին, մենք էլեկտրոնային եղանակով այս տեղեկություններին տիրապետելու ենք եւ սա հնարավորություն է տալու ճիշտ ժամանակին հասկանալ կազմակերպության կողմից գործունեության այնպիսի տեսակներ հայտնաբերել է, այսպես ասած, որոնք որ կարող են հանգեցնել լիցենզիայի զրկմանը։ Մենք նաև վերանայում ենք այն դրույթը, որ պահպանվող օբյեկտը առանց օբյեկտի սեփականատիրոջ հնարավոր չէ ստուգել, այստեղ եւ բացառություն ենք սահմանել այս առումով բացառապես բնակարանը կամ բնակարանային հավասարացված տարածքները։ Մնացած բոլոր դեպքերում մենք իրավասու ենք լինելու ներսում ստուգումներ իրականացնել, որպեսզի պարզենք իրականացված ծառայության որակը եւ վերջինը մենք այսպես ասած այս գործունեության ոլորտում խստացումներ ենք նախատեսել մասնավորապես օրենքի ընդունումով այլևս մեկ պահպանվող անձին հնարավոր չի լինելու ուղեկցել երկրորդ տրանսպորտային միջոցով, այսինքն տիկնապահական ծառայություն իրականացվելու է մեկ միևնույն, այսինքն տրանսպորտային միջոցով եւ տիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը։ Նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում խստացրել ենք առանց լիցենզիայի մասնավոր պարոնորդական ծառայություններ առաջարկելու եւ այդ ծառայություններից օգտվելու օրենքով նախատեսված տուգանքի չափերը հիմնականում սա է բովանդակային առումով նախագծերի փաթեթը, բայց նաեւ ուզում եի սրան զուգահեռ ասեի, որ կառավարության կողմից վերանայվել է պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ցանկը եւ գործընթացը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից եւ բավականաչափ
կարևոր օբյեկտներ դուրս են գալու ոստիկանության պահպանության, այսպես ասած, գործառույթներից եւ սրանք վերապահվելու են մասնավոր պահանորդական ծառայություններին եւ սրան զուգընթաց նախագծերի փաթեթը, գործընթացների լավարկումը եւ կանոնակարգումը առավելապես ավելի ասենց ասած արդիականացված է եւ որոշակի հրատապություն է իր մեջ ներառում։ Շնորհակալ եմ այսքանը։